Հանուն Հոր և Որդու և Հոգու Սրբո, ամեն։ Գոհանում եմ քեզանից Հայր, Տեր երկնքի ու երկրի։ Մեր Տերը Հիսուս Քրիստոս գոհանում էր Հոր Աստծուց, որ երկնքի ու երկրի Տերն է, ստեղծիչն ու արարիչը բոլոր արարածների, ինչ որ երևում են և ինչ որ չեն երևում։ Իրապես Աստված ստեղծել է երկու աշխարհներ, երևացող ու չերևացող, հրեշտակներին աներևույթ և մարդկանց տեսանելի, երկնքի ու երկրի, ողջերի ու մեռածների, ժամանակի ու հավիտենականության Աստվածն է մեր Տերը։ Եվ Աստծո Որդին գոհանում էր Հորից, մեզ էլ սովորեցնելով, որ մենք էլ պետք է գոհություն մատուցենք Տիրոջը, որովհետև գոհությունը դա շնորհակալություն է, որ մատուցում ենք ու հայտնում ենք Տիրոջը, երբ ինչ-որ բան ենք ստանում, և իրապես ինչ-որ մենք ունենք, ստացել ենք Աստծուց, ու միշտ պետք է գոհություն մատուցենք Տիրոջը, և սովորեցրեց, որ գոհություն մատուցելով մենք պետք է բարի սիրտ ունենանք, որովհետև եթե մի բարիք ենք տեսնում, չպետք է նախանձենք, այլ պետք է գոհանանք, ինչպես Որդին գոհանում էր Հորից, որ այս խորհուրդը չհայտնեց իմաստուններին ու գիտուններին, այլ հայտնեց մանուկներին։ Ինչը հայտնեց, ճշմարտությունը հայտնեց, հավատք տվեց, շատ ճշմարիտ իմաստուններ ու գիտուններ քննեցին, բայց ոչ ուղղությամբ քննեցին ու հասու չեղան աստվածային ճշմարտությանը, հավատք չունեցան, որ հավատան, որ Աստված է ամեն ինչ ստեղծել, թեպետ շատ բաների խորամուխ եղան, գեղեցիկ օրինաչափություններ, ճշմարտություններ գտան տիեզերքում բնության մեջ, բայց չհավատացին, որ այս բնության ու տիեզերքի արարիչն Աստված է։ Շատ գիտուններ ու իմաստուններ մնացին անգիտության խավարի մեջ, բայց շատ մանուկներ, շատ պարզ ու հասարակ մարդիկ, ովքեր շատ գիտություն ու ճշմարտություն ու իմաստություն չունեին, բայց ունեին հավատք, պարզ հասարակ մի բան, որ հավատացին, որ Աստված է ստեղծել ամեն ինչ, որ Աստված է մեզ կյանք պարգևում, որ Աստված է մեզ խոստանում հավիտենական երկնքի արքայությունը, ուստի ծածկվեց այս իմաստությունը, այս հավատքը գիտուններից ու փիլիսոփաներից ու հայտնվեց մանուկներին, ովքեր անկեղծ ու միամիտ սրտով մանկան նման փնտրում են ճշմարտությունը, հայտնվում է նրանց Աստված։ Ոչ ոք չի ճանաչում Հորը, եթե ոչ Որդին, և ում Որդին կամենա հայտնել։ Իրապես ոչ ոք բնությամբ ու էությամբ չի ճանաչում Հորը, որովհետև Քրիստոս է Հոր Աստծուց իհավիտենից ծնված և Հոր բնությունից ու էությունից, և Քրիստոս ինչպես ճանաչում էր աստվածությամբ Հորը, այնպես էլ մարդկությամբ ճանաչեց Հորը, երբ ծնվեց ու աշխարհ եկավ 1 թվականին Սուրբ Աստվածածին Մարիամից։ Եվ ում Որդին կուզենա հայտնել, հայտնում է նրանց, ովքեր անկեղծությամբ փնտրում են ու ճշմարտության մեջ են հաստատվում, Որդին է հայտնում Հորը, ով հավատում է Որդուն, հավատում է նաև Հորը, և ով հավատում է Որդուն, Որդու միջոցով էլ Հորն է ճանաչում, ասաց մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներ ու ծանրաբեռնվածներ, և ես հանգիստ պետք է շնորհեմ ձեզ։ Ովքեր են հոգնածներն ու ծանրաբեռնվածները, մենք ենք, ոչ թե
իրերով ենք ծանրաբեռնված, այլ մեղքերով ենք ծանրաբեռնված, այս աշխարհի հոգսերով ենք ծանրաբեռնված, հարստությամբ պատրանքներով ենք ծանրաբեռնված, ագահությամբ, չարությամբ ու նախանձով ենք ծանրաբեռնված։ Ինձ մոտ եկեք, ասաց մեր Տերը Հիսուս Քրիստոս, բոլոր ծանրաբեռնվածներ, եւ ես կթեթևացնեմ ձեր լուծը։ Իրապես, ով գալիս է Տիրոջ մոտ, բացում է իր սիրտը Քրիստոսի առջև, քահանայի առջև ու իր մեղքերը, իր բեռներն է հանում, խոստովանում է դրանք Աստծո առջև, քահանայի առջև, չի ուզում այլևս մեղքեր գործել, չի ուզում այդ ծանր բեռը երկաթե ծանր բեռը իր սրտին, իր խղճի վրա, խղճի խայթը ծանրացած չի ուզում տեսնել, թեթևանում է, ասում է մեր Տերը Հիսուս Քրիստոս, որտև ով խոստովանում է իր մեղքերը, ով ապաշխարում է դրանց համար, ով զղջում է ու հետ է կանգնում, արդարանում է ու նոր կյանք է ստանում։ Որովհետև սովորեցեք ինձանից, որովհետև ես հեզ եմ ու խոնարհ սրտի, եւ ձեր անձերի մեջ խաղաղություն կգտնեք։ Մենք պետք է սովորենք Տիրոջից հեզություն ու խոնարհություն, որովհետև ով հեզ ու խոնարհ է, խաղաղություն է գտնում։ Ինչպես եզները, որ խոնարհ են, ամռանը աշխատում են խոնարհաբար, չարչարվում են ու ձմռանը հանգստանում են։ Այդպես էլ ամառ է այս աշխարհը, որ մենք կարող ենք աշխատել, հեզությամբ ու խոնարհությամբ պետք է աշխատենք մեր հոգու փրկության համար։ Կգա ձմեռը, երբ այլևս չենք կարող աշխատել։ Ձմեռը մահն է, երբ այս աշխարհից դուրս կգանք ու այլևս ոչինչ չենք կարող անել, եւ եթե ունենք բարի գործեր, եւ եթե ունենք հեզությամբ, խոնարհությամբ ձեռք բերված առաքինություններ, ապա կհանգստանանք ձմեռը, իսկ եթե չաշխատեցինք ամառը, ապա եկավ ձմեռը, ու մենք սովամահ կկորնչենք։ Հեզությամբ ու խոնարհությամբ կատարված առաքինի գործեր չունենք, ողորմություններ, աղոթք ու պահք չունենք, ապա չենք արդարանա Աստծո ահեղ դատաստանի համար, երբ կլինի սահմռկեցուցիչ ձմեռ։ Դա Աստված, որ մենք աշխատենք ամառը, որպեսզի հանգստանանք ձմեռը։ Եվ իմ լուծը ձեզ վրա վերցրեք, որտև իմ բեռը թեթև է, իմ լուծը քաղցր է, ասաց մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Ինչպես Քրիստոս մեր բեռը իր վրա վերցրեց, մեր մեղքերի համար խաչվեց ու թաղվեց, այնպես էլ ուզում է մենք իր բեռը մեզ վրա վերցնենք, այսինքն մեզ վրա վերցնենք այն խաչը, այն նեղություններն ու դժվարությունները, ապաշխարության ուղին, որ Տերը մեզ պարգևում է, որտև քաղցր է Քրիստոսի լուծը, թեթև է Տիրոջ բեռը, թեպետ մեզ թվում է, թե այս աշխարհում շատ դժվար է Տիրոջ ճանապարհներով գնալ, նեղ եւ անձուկ է ճանապարհը, որ տանում է դեպի երկինք, բայց լայն ու ընդարձակ է երկնքի արքայությունը, եւ ով հանձն է առնում Քրիստոսի սերը, Տիրոջ բեռը, խաչը, ապա քաղցրանում է նրա բեռը, թեթևանում է նրա լուծը, ինչպես սուրբերն ու մարտիրոսները կարծես ծաղիկներ էին հավաքում, երբ նրանց չարչարում էին, անուշ բուրմունք ու հոտ էին առնում, երբ նրանց մարմին նայրում էին, երբ նրանց խեղդում էին, կոտորում էին, սպանում էին, ուրախությամբ ու երջանկությամբ էին տանում այդ բոլորը, որտև Քրիստոս թեթևացրել է նրանց բեռը, քաղցրացրել ու անուշացրել նրանց լուծը եւ սիրով էին կրում եւ երկրի վրա ապրում էին, որպես թե երկնքում էին, ինչպես Պողոս առաքյալն է ասում, թե ներկայիս չարչարանքները
չեն էլ կարող համեմատվել գալիք փառքի հետ, որ Աստված պատրաստեց իր սիրելիներին։ Եվ իրապես Պողոս առաքյալը ինչ որ ասեց, ինքն էլ տեսավ, որովհետև մարմնի մեջ լինելով գնաց երկինք, դրախտ եղավ, երրորդ երկինք գնաց ու տեսավ այնպիսի բաներ, որ մարդը չի կարող տեսնել, լսելց այնպիսի բաներ, որ մարդը չի կարող լսել, և երկիրը նրա համար երկինք էր, ու երկինքն էլ բացվեց նրա առջև ու մտավ երկինքի արքայություն։ Մենք էլ կրենք մեզ բաժին ընկած բեռը և Քրիստոս պետք է քաղցրացնի այն, մեր լուծն էլ թեթև պետք է լինի։ Ամեն։